Պատերազմը վաղուց էր ավարտվել։ Պարոն Էնգերսոնը կորցրել էր լույսը, որ երբևէ կենդանի կտեսնի իր միակ որդուն։ Սիրելի կնոջը կորցնելուց հետո նա գանվել էր հաշմանդամի սայլակին արդեն երկար ժամանակ և կարծես սպասում էր կյանքի մոտալու տարեհմուտին։ Հերթական տաղտկալի օրերից մեկն էր։ Պարոն Էնգերսոնի տանը քար լռություն էր։ Միայն լսելի էին սպասավորների անցուդարձի ձայները, ովքեր զբաղված էին իրենց առօրյա հոգսերով։ Եվ հանկարծ դուռը թակեց անծանոթ մի տղամարդ։ Լսեցիք։ Այսօր կարող է լինել այս ժամին։ Տեսնեսով կլինի։ Գալիս է։ Գալիս է։ Տեսնեսով կլինի այս ժամին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ներեցեք, սա Էնգերսոնների տունն է։ Այո, իսկ ում հետ պատիվ ունեմ խոսելու։ Ես պարոն Էնգերսոնի որդու ընկերն եմ։ Կարող եմ տեսնել պարոն Էնգերսոնին։ Ես հիմա կտեղեկացնեմ նրան այդ մասին։ Խնդրում եմ 1 րոպե սպասեք այստեղ։ Պարոն Էնգերսոն, այնտեղ մի տղամարդ է կանգնած, ասում է, որ ձեր որդու ընկերն է։ Մեր Թոմի ընկերն է։ Ինչ պատասխան եմ նրան։ Որդու ընկերը։ Այո։ Ինչու եք կանգնել։ Ներս էլ ավիրեք։ Ավիրեք դες։ Արագ։ Խնդրում եմ հետևեք ինձ, պարոն։ Ահա նա պարոն Էնգերսոն։ Բարև ձեզ, պարոն Էնգերսոն։ Ես Բրայանն եմ, ձեր որդու ընկերը։ Մենք միասին ենք կրվել մարտի դաշտը։ Որդու ընկերը։ Այո, պարոն։ Համեցեք նստեք, պարոն Էնգերսոն։ Որտեղ է նա։ Ողջ է։ Ցավում եմ, պարոն, բայց ավաղ ձեր որդին ողջ չէ։ Նա մահացավ իմ աչքերի առաջ թրկելով իմ և իմ ընկերների կյանքը։ Պարոն Էնգերսոն, մի ուզում եք։ Մեր Թոմը։ Մեր Թոմը։ Մեր Թոմը։ Ջուր։ Ո՞ւմ ստացի մեր Թոմը։ Պատմեք խնդրում եմ նրա մասին։ Մենք մի գործարանում ենք աշխատում, երբ պատերազմը սկսվեց։ Ինձ և մի քանի ընկերներին տարան մարտի դաշտ։ Ձեր որդին, որ իմ ամենամտերիմ ընկերն էր, պետության կողմից ստացել էր արտոնություն, և նա կարող էր չմասնակցել պատերազմին, քանի որ նա կարևորագույն մասնագետն էր այդ գործարանում։ Բայց որքան էլ որ փորձեցինք նրան հակառակը համոզել, միևնույն է նա որոշեց մեզ հետ գալ և միասին անցնենք այդ դժվար ժամանակներն ու փորձությունները։ Թոմ։ Ինչու։ Պատերազմի թեժ պահին, երբ մի քանիսով ընկել ենք շրջափակման մեջ, հանկարծ ձեր որդին որոշում կայացրեց զոհաբերելով իր կյանքը գնալ թշնամու ընդառաջ, զոհաբերելով իր կյանքը։ Այդ օրը փրկվեցինք ես և իմ ընկերներս և նոր կյանք ստացանք։ Թոմ։ Այո, պարոն Էնգերսոն, դա այնքան նման է ձեր որդուն։ Նա դեռ մանկուց այնքան ընկերասեր էր, այնքան ազնազող։
Երբ դպրոց գնալիս առավոտյան կաթ էր լսնում, որ խմել։ Նա վերցնում էր այդ կաթը և տանում տալիս էր բակում թափառող անդուն կենդանիներին։ Հիշում ես Վիլյամ, հիշում եք պարոն Լեյգերսոն։ Հիշում եմ նաև մեկ անգամ դասընկերը պատահաբար խաղալիս կոտրել էր դասասենյակի պատուհանը։ Նա գնացել էր տնօրենի մոտ և խոստովանը թե իբր ինքն է կոտրել այդ ապակին։ Գիտեք, որովհետև նա գիտեր, որ ծնողները չունեն այդ գումարը վճարել այդ վնասը։ Մեր Թոմն այնքան բարի էր, մեր սիրելի Թոմը։ Հրադադարներից մեկի ժամանակ ես նկարել էի ձեր որդուն։ Եվ ուզում եմ հանձնեմ այն ձեզ, որպես հիշատակ։ Ինչ, նկար։ Սա կարևորագույն բանն էր և թամ կարողացել դուրսել էր պատերազմի դաշտից։ Մեր Թոմն է։ Իսկապես ինչ նման է մեր Թոմն է, նայեք պարոն Լեյգերսոն։ Շատ նման է։ Մեր Թոմն է, Որդիս, մեր սիրելի Թոմը։ ոնց եմ կարոտել տղաս։ Պարոն Լեյգերսոն։ Ինչ պատահեց։ Այո, բժիշկ, շտապեք խնդրում եմ, պարոն Լեյգերսոնը վատ է զգում իրեն, այո, շտապեք խնդրում եմ։ Պարոն Կրայն, խնդրում եմ նստեք, թե ես ինչ կցանկանան։ Ոչ, շնորհակալ եմ։ Ես երևի գնամ։ Ամեն անգամ ինձ սրանից էի ինձ վախենում, դրա համար էլ հետաձգում էի ինքս։ Առողջություն եմ մաղթում պարոն Լեյգերսոնի։ Այդ դեպքում ես կուղեկցեմ ձեզ։ Մի քանի ամիս անց պարոն Լեյգերսոնը մահացավ, չդիմանալով խորը վշտին, և ահա իր մահից հետո օրենքի համաձայն կազմակերպվեց աճուրդ, որտեղ վաճառքի հանվեցին Լեյգերսոն ընտանիքին պատկանող իրերը և թանկարժեք նկարների հավաքածուն։ Վերջապես Վիլյամ, ավարտեցինք գործերը, երբ միասին թեյ խմենք մեկ հավատվին։ Սիրո Վիլյամ։ Հիշում ես Վիլյամ, մի քանի ամիս առաջ պարոն Լեյգերսոնը դեռ ողջ էր։ Որքան արագ է անցնում ժամանակը։ Իսկ հիմա մնացել են միայն այս նկարների հավաքածուն։ Եվ այն էլ հարց է, ում բաժին կհասնի Վիլյամ։ Հարգելիներ, խնդրում եմ մի փոքր արագացնել, որտեղ շուտով աճուրդի մասնակիցները կժամանեն։ Իսկապես, արագացրու Վիլյամ։ Վերցրու սիրելիս։ Ահա և նրանք։
Խնդրում եմ հետևեք ինձ։ Հարգելի հյուրեր, ձեզ եմ ներկայացնում Egg Partners աճուրդային ընկերության աճուրդավար Հարի Թոմսոնը։ Ողջունում եմ ձեզ։ Խնդրում եմ հետևեք ինձ, պարոն Թոմսոն։ Ահա աճուրդի անցկացման վայրը։ Շնորհակալություն։ Ողջունում եմ ձեզ, աճուրդի հարգելի մասնակիցներ։ Խնդրեմ, կարող եք սպառեցնել ձեր տեղերը։ Եվ այսպեսով այսօր աճուրդի են հանվել երջանկահիշատակ Արոն Լենգերսոնին պատկանող նկարների հավաքածու։ Տեղեկացնեմ, որ նրանք բավականին թանկ արժեք են և յուրօրինակ։ Այն իր մեջ ներառում է թե պատմական, թե աբստրակտ կտավներ ու մի քանի դիմանկար։ Լավ, որպեսզի չչարաշահեմ ձեր համբերությունը, սկսում ենք մեր աճուրդը։ Եվ այսպիսով, առաջին լոտ խոսող կետը բնության գրքում, տեսնում եք ինչքան գեղեցիկ նկար է և նրա մեկնարկային գինը այժմ կներկայացնեմ և սկսում ենք մեր աճուրդը։ Այսպիսով։ Մեկ րոպե սպասենք խնդրում։ Կարծում աճուրդի մասնակիցներից մեկն է, բայց ուշացել եք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ողջույն արդեն սկսվել է։ Այո, սկսվել է։ Ուր եք Բարև ձեզ, ներողություն ասեք, դիքնակ եւ պարոնայք։ Աճուրդի մասնակիցներից եք, խնդրեմ, համեցեք Ներողություն եմ խնդրում։ Դիքնակ եւ պարոնայք, պարոն աճուրդավար։ Ներողություն եմ խնդրում ներխուժմանս համար։ Ներեցեք, դուք ով եք։ Ես հիմա կներկայանամ։ Հարգելի ներկաներ, ես պարոն Լենգերսոնի ընտանիքի փաստաբան Սկոտ Էթքինսն եմ եւ այսօր այստեղ եմ ձեզ տեղեկացնելու այն մասին, որ համաձայն պարոն Լենգերսոնի ցանկության այսօր պետք է աճուրդի հանվի եւ վաճառվի նկարները համաձայն իր կտակի, որը նա ինձ հանձնել է իր բանից 3 օր առաջ։ Եվ այժմ ես կբացեմ իր կտակը, որից հետո նոր կշարունակենք աճուրդը։ Խնդրում եմ 1 րոպե համբերություն։ Հարգելի ներկաներ, համաձայն պարոն Լենգերսոնի կտակի, վերջինս ցանկանում է, որ աճուրդի ժամանակ առաջինը վաճառվի իր սիրելի որդու նկարը, ով մահացել է պատերազմի ժամանակ։ Որդու նկարի հեղինակը իր զինակից ընկերն է։ Նկարի մեկնարկային գինը պարոն Լենգերսոնը սահմանել է 500 ֆունտ։ Հարգելի աճուրդավար, համաձայն օրենքի եւ պարոն Լենգերսոնի կտակի, դուք պարտավոր եք առաջինը աճուրդի հանել պարոն Լենգերսոնի որդու նկարը։ Խնդրում եմ ներս բերեք այն։ Լավ, դուք ինքներդ լսեցիք։ Ահա մեր թովի նկարը։ Համաձայն կտավի առաջինը աճուրդի է հանվում պարոն Լենգերսոնի որդու նկարը, տեսնում եք ինչքան գեղեցիկ նկար է և նկարի մեկնարկային գինն է ընդամենը 500 ֆունտ։ Տեսնեմ որևիցե առաջարկ կա, դուք պարոն երևի, դուք ոչ մեկ Ներեցեք, Հայո տիկին, ներեցեք խնդրում եմ։ լսում եմ, դուք ով եք տիկին։ Ես Ջուլիան Բորիսն եմ։ Ես երկար տարիներ աշխատում եմ Լենգերսոնների ընտանիքում եւ նրանք ինձ հարազատ ընտանիքի անդամների պես են եղել։ Ես Թոմին հարազատ որդուս պես եմ սիրել։ Խնդրում եմ ինձ վաճառեք նրա նկարը։ Ուղղակի խնդիրն այն է, որ ես ունեմ ընդամենը 400 ֆունտ։ Հասկանում եմ ձեզ տիկին Մորիս, բայց դուք ինքներդ լսեցիք։ Մեկնարկային գինն է 500 ֆունտ, և եթե չվաճառվի այդ կհասնվի չվաճառված երերի բարիստ։ Եվ ես որ… Իսկապես Միլիան, իսկապես հարազատները շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ սիրելիներս, շնորհակալ եմ թանկագինս։ Ահա պարոն խնդրեմ, ահա պարոն հաշվեք 500 ֆունտ։ Ստացեք խնդրեմ, ահա պարոն։ Լավ, որևիցե ինչ
ուրիշ որ մի երկրորդ լավ, այսպիսով 500 ֆունտ 1 500 ֆունտ 2 և 500 ֆունտ 3 շնորհավորում եմ տիկին Մորիս, նկարը վաճառված է Շնորհակալ եմ։ լավ, եկեք ասենք հաջորդ նկարի և այսպիսով լոտ համար 2 հեսա հետը բնության Երկին խնդրում եմ ձեր ուշադրությունը հաջորդ իրական պարոնայք, Իմ սիրելի թիմը։ ցանկանում եմ ձեզ ևս տեղեկացնել, որ համաձայն պարոն Լենգերսոնի ցանկությամբ իր որդու նկարը վաճառվելուց հետո պետք է բացվի իր երկրորդ կտակը, այնպես որ խնդրում եմ ձեր համբերությունը։ Իմ սիրելի թիմը։ Հարգելի ներկաներ, սա անհավանական է ուղղակի։ Համաձայն պարոն Լենգերսոնի կտակի, այն մարդը, ով կգնի որդու նկարը, կստանա անվճար նկարների ամբողջ հավաքածուն և ոչ կարողությունը։ Շնորհակալ ձեզ տացել եմ։ Աստված Տիկին Մորիս, Ես շնորհակալ եմ Ոչի շնորհակալ ես ոչինչ անել չեմ կարող։ Եվ այսպիսով հաջորդը համարում եմ թարգված շնորհակալ եմ հարազատները։ Շնորհակալություն ես պարոն Խոմսը։ Շնորհակալ եմ։ Մի ամբողջ կարողություն արժեցող նկարների հավաքածուն անհատույց տրվեց պարոն Լենգերսոնին խնամող տիկին Ջուլիան Մորիսին, քանի որ միայն նա ցանկացավ գնել ոչնչով աչքի չընկնող և ոչ ոքի չհետաքրքրող որդու նկարը։ Այսպիսով, ով որդուն ունի, ամեն բան ունի, ով որդուն չունի, ոչինչ չունի։